Ինչու պետք է գնան եւ ոչ ասեն, Կարոս Ալեքսյան, որտեղ եք տեսնում վտանգները եւ խնդիրները։ Ես ուղղակի միանգամից ասեմ, որ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը բառացիորեն միայն ու միայն գաղափարական տեսանկյունից է, որ դեմ է այս ուրեմն ներկայացված բարեփոխումներին։ Գիտեք ինչ, ես ուղղակի որ ավելի պարզ լինի, ասեմ, մեզ հիմա մատուցում են մի ծաղկե փունջ, որտեղ մի քանի հատ վարդ կա, մի քանի հատ շուշան կա, բայց հետն էլ դրա մեջ ուրեմն փտած ծաղիկներ կան կամ չացած ծաղիկներ կան, որոնք արդեն դարձնում են դա անիմաստ, հա, ձեռք բերելը։ Բայց մեզ ասում են դե լավ, թողեք մի կողմ այդ չացածները, տեսեք, որ ինչ սիրուն վարդեր կան, ինչ սիրուն կակաչներ կան կամ շուշան կա։ Ինչու, որովհետև շատ վտանգավոր դրույթներ կան ուղղակի այս սահմանադրության բարեփոխումների մեջ։ Առաջին հերթին դա նա է, որ այդպես էլ չպարզվեց, թե ինչ է նշանակում առնվազն 101 պատգամավոր, որովհետև այդ պարագայում ցանկացած բային կարելի է դարձնել 151։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչ ռեյտինգային քվեարկություն է լինելու, որը նախատեսվում է ուրեմն շրջաններում։ Ես համոզված եմ, որ հանրապետական կուսակցության ներսում նույնպես առաջանալու են շատ լուրջ բարդություններ, որովհետև նրանց առաջարկում են 41 տեղի փոխարեն, որը որ կար ժամանակին մեծամասնական, հիմա ստացվում է, որ պիտի գնան ռեյտինգային քվեարկության, որտեղ ամեն մի կուսակցություն երեքական ներկայացուցիչ պիտի ունենա, պատկերացրեք, որ իրենք իրար մեջ պիտի ուղղակի պայքարեն, որ ավելի շատ փող ծախսեն, որպեսզի կարողանան իրենք հաղթեն, դա է սկզբունքը երևի։ Ինչ վերաբերում է մյուս սկզբունքային դիրքորոշումներին, տեսեք, մեզ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում երեխայի կարծիքի ազատ արտահայտումը, որ երեխայի 3 տարեկան, 10 տարեկան, 15 տարեկան, այդ կարծիքի հետ ինչ պիտի արվի, այսինքն դա հիմք է յուվենալ արդարադատության համար ուրեմն օրենք ընդունելու։ Մենք արդեն դառը փորձ ունենք գենդերի հետ կապված եւ համոզված ենք, որ նորից կառավարությունը տրանշ է ստանալու ֆինանսական, որի համար ինքը բացահայտացվեց դրա մասին եւ նորից այդպիսի մի վտանգի առաջ են կանգնելու։ Հաջորդը մեզ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում հանրապետության գլուխ ունենալ որպես նախագահ եւ դրա հետ մեկտեղ նսեմացած, լրիվ նվաստացած մի անձնավորության, որը ոչ մի լիազորություն չունի եւ ինքը պետք է լինի հանրապետության գլուխը։ Եվ այլն, բազմաթիվ այդպիսի ուրեմն խնդիրներ կան, որոնք որ մեզ թույլ չեն տալիս ասելու, որ մենք քվեարկենք դրա կողմը։ Եվ մեզ համար նաեւ շատ սկզբունքային այն սոցիալական խնդիրներն են, սոցիալական իրավունքների խնդիրներն են, որոնք որ ուղղակի նշված են որպես իրավունք եւ պետությունը լրիվ իրենից ուրեմն ընդամենը փորձում է ասել, որ ինքը խթանելու է այդ իրավունքի իրականացումը։ Ուրեմն այդպիսի բան ընդհանրապես չկա աշխարհում, որ պետությունը ընդամենը խթանելն էլ չես հասկանում, ոնց հայերեն ավելի լավ թարգմանես, հասկանաս, թե ինչ է նշանակում այդ խթանումը։ Այսինքն պետությունը ոչ մի կերպ չի ուզում այդ իրավունքների ապահովումը ապահովել։ Այսինքն իրականացնել է պետք այդ իրավունքները։ Թե չէ այդպիսի իրավունքներ տալ, բազմաթիվ այդպիսի իրավունքներ տալ, դա որևէ ոչ մի նշանակություն չունի։ Խնդիրը նա է, թե պետությունը ընդհանրապես ուզում է, թե չի ուզում մասնակցել։ Տեսեք, բոլոր մեր համար ուրեմն դիտողություններից հետո նոր հասկացան, որ պետության մեջ չի կարող լինել միայն մասնավոր սեփականություն։ Եթե հիշում եք, փոխել են հիմա այդ կետը։ Եթե քաղաքական բաներին անդրադառնանք, թող, հա, այոյի կողմերը։ Չէ, ես խոսում եմ մեր դիրքորոշման մասին։ Չէ, հասկանալի է, որ նաև պարզ լինի, այդպես ամբողջ մի շարադրել։ Այսինքն ինչ քաղաքական։ Դուք ասացիք, որ այստեղ համամասնակենտրական, հա, ես դրա հետ կապված քննադատեցի, խնդրում եմ այդ կետին անդրադարձեք, հետո նոր կանցնենք սոցիալական եւ այլ կետերի, խնդրեմ։ Կամ ինչու այո եւ այստեղ վտանգ իսկապես դուք էլ տեսնում եք, թե ոչ, եթե ոչ, ապա ինչ կերպ։ Շատ լավ։ Ես կարող եմ ընդհանրապես այս նախագծի դրական կողմերի հիմնավորումը բավական երկար տալ, բայց փորձեմ անդրադառնալ նախ Կարոս Ալեքսյանի ոչի հիմնավորումներին։ 101 պատգամավորի թիվը առնվազն 101 անհասկանալի չի, որովհետև
նշված է 101 պատգամավոր առնվազն։ Եվ եթե ընտրական օրենսգիրքը կնախատեսի հնարավոր երկրորդ փուլի գաղափարը, սրանք բոլորը մնում են ընտրական օրենսգիրքին, դերևս այդ մասին որևէ խոսք սահմանադրությունում չկա։ Եթե ընտրական օրենսգիրքը կնախատեսի երկրորդ փուլ, որը կենթադրի պատգամավորների թվի աճ, այդ դեպքի համար հատուկ գրված է առնվազն 101 պատգամավոր։ Եթե ընտրական օրենսգիրքը դա չի նախատեսի, ուրեմն խոսքը գնում է 101 պատգամավորի մասին եւ այստեղ անհասկանալի ոչինչ չկա։ Ներեք սահմանադրությունն է գերական։ Օրենսգիրքը ինչ կապ ունի։ Այո, սահմանադրությունը գերակա է։ Ինչպես։ Սահմանադրությունը գերակա է։ Թողնելը պետք է թողնել այն ինչ որ Սահմանադրությունը գերակա է, որտեղ նշված է, որ հղում է տալիս սահմանադրությունը արդեն ապագայում ընդունվելիք ընտրական օրենսգիրքին։ Մնացած հարցերը կկարգավորվեն ընտրական օրենսգիրքով։ Այդ ամենը գրված է անորոշություն եք թողնում։ Անորոշություն Առնվազնը դա անորոշություն է, ցանկացած չի, սա հետագայում քաղաքական ուժերի Գրեք այդ դեպքում ավելին ինչքան կարող է քաղաքական ուժերի ուրեմն կոնսենսուսի արդյունքում կձևավորվի ընտրական օրենսգիրք, ամենայն դեպս մեծամասնության կամքով եւ այդ ընտրական օրենսգիրքը մնացած հարցերի լուծումը կտա։ Այսօր ոչ ոք չգիտի ինչ մեծամասնություն է ունենալու ապագա ռեյտինգային քվեարկության մասին ընդհանրապես տեսական դատողություններ են եղել Ֆրանս Սարգսյան եւ կարծում եմ, որ այստեղ խոսել ռեյտինգային քվեարկությունների մասին դեռ շատ վաղ է, քանզի այդպիսի խնդիր կարող է կրկին նշեմ քննարկվել ընդհանրապես ընտրական օրենսգիրքում, եթե քննարկվի, սա տեսական դատողությունների դաշտում է, որովհետև քանի որ նոր սահմանադրության նախագիծը ենթադրում է 100% համամասնական ընտրակարգ, վերացնելով մեծամասնական ընտրակարգը, այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչ հիմունքներով պետք է ասենք ցուցակները կազմվեն եւ ինչպես պետք է ընտրվեն արժանավորները անարժաններից, հետեւաբար դա տարբերակներից մեկն է, տեսական մակարդակում քննարկում է եւ չպետք է խոսել այս մասին, որը դեռևս գոյություն չունի կամ կարող է ընդհանրապես պետք է որոշի արժանավորնով է։ Դա Կուսակցության գործն է դա արժանավորը։ Հասկանալի է, բայց նաեւ կա ռեյտինգային տարբերակը, որը մեր կողմից հեծանվի հայտնագործում չի, այդ տարբերակը աշխարհի շատ երկրներում գործում է, այնպես որ դա տեսական դատողությունների հաշտության վրա է։ Բայց ռեյտինգային տարբերակի դեպքում էլի այն մարդիկ, որ միշտ հաղթել են, նրանք են հաղթելու, այսինքն այստեղ Եթե մարդիկ նրանց համար է եթե ինչ-որ մեկը մենք որ շատ մեծ բունտ չլինի իրենց։ Ուրեմն խնդիրը հետևյալն է, որովհետեւ Կիկոսի մահը հայտնի սցենարը այստեղ չիրականացնենք, եկեք ընդունենք, որ եթե կլինի ռեյտինգային քվեարկություն, ապա կհաղթեն նրանք, ովքեր բարձր ռեյտինգ ունենան, որովհետև ընտրական օրենսգիրքն է նախատեսելու, դրա համար ենք ասում եթե։ Այսինքն օրենսգիրքը դարձավ հիմա ավելի գերակա, քան թե Ոչ, սահմանադրություն հղում է տալիս հետագա ուրեմն սահմանադրությունը հստակ գրվի, հստակ, դա օրենք է, ներող կլնեք, բայց այդ արդեն չի կարելի այստեղ խեղաթյուրել այդ ամբողջը։ Սահմանադրությունը հստակ պետք է գրի, թե ինչքան պետք է լինի պատգամավորը, քանակը։ Եթե դուք դա չեք գրում, դուք թույլ եք տալիս ցանկացած ձևակերպ։ Սահմանադրությունը դա գլխավոր օրենքն է եւ հատուկ գոյություն ունի սահմանադրական իրավունք հասկացողությունը, իրավունքի մի ճյուղ եւ այդ ճյուղը հստակորեն ուսումնասիրում է սահմանադրությունները եւ սահմանադրական իրավունքը։ Սահմանադրությունը չի կարող ցանկացած հարցի մանրակրկիտ բացատրություն տալ։ Ուղղորդողն է եւ մանրակրկիտը կներ, եթե դուք շատ սահմանադրությունը հստակ ասում է գլոբալ խնդիրների մասին, առաջին որ 100% համամասնական ընտրակարգ է։ Դա էլ բարի, դուք նորից ասում եք, որ կարող է պատահել ռեյտինգային համամասնական չի արվում։ Ռեյտինգային դարձյալ համամասնական։ Երկրորդ, առնվազն 101 պատգամավոր, մնացածը հղում է տալիս ընտրական օրենսգիրքին։ Ինչ վերաբերվում է երեխայի իրավունքների պաշտպանությանը։ Չէ, այս դա այդ կապված եթե բան չունեք ասելու։ Ես ընդհանրապես ասում եմ հետևյալը։ Սա այսպես մենք սովորենք, արդեն վաղուց այս պատմության մեջ սովորենք, իշխանական թևը կամ թիմը միշտ փորձում է բոլորիս համոզել, որ այն ինչ որ հիմա իրենք նախաձեռնել են ամենալավն է։ Մենք լավ հիշում ենք, թե ժամանակին ոնց էին մեզ համոզում, որ նախագահականից լավը չկա։
Նախագահականն է, որ մեր ժողովրդին անհրաժեշտ է, մեր ժողովուրդը նախագահական երբեք չեն ունեցել։ Ոչ չեք ունեցել։ Մեր մոտ կիսանախագահական Դուք հանրապետական կուսակցությունը 2000 թվականից իշխանության եք, ընկերներ։ Ուրեմն կիսանախագահական թվականից համակարգ է գործում Հայաստանում սկսած 1995 թվականի սահմանադրությունից 98 թվականից դուք նախագահական եք։ Սկսած 1995 թվականի սահմանադրությունից Հայաստանը կիսանախագահական կամ խառը կառավարման համակարգով 98 թվականից որտեղից եք տեսել որ կիսանախագահական Լևոն Տեր-Պետրոսյանից հետո ո՞նց է եղել միանգամից փոխվեց իրավիճակը։ Որ հանրակրվի, ոչ չեմ։ Լավ հիշացրեք։ Պարոն Սարգսյան 2005 թվականին է եղել այդ ամենը։ Պարոն Սարգսյան, ուրեմն 1995 թվականին ընդունված սահմանադրությամբ Հայաստանում հաստատվել է այսպես կոչված իրավական տերմին եմ ասում կիսանախագահական կամ խառը կառավարման համակարգ։ 2005 թվականի սահմանադրական փոփոխությունները չեն անդրադարձել այս համակարգին եւ կիսանախագահական կամ խառը կառավարման մոդելը կիրառվում է մինչև այս պահը։ Եթե առաջարկվող նախագիծը կքվեարկվի հանրաքվեի արդյունքում նոր կառավարման մոդելի փոփոխություն կարձանագրվի, այսինքն կանցնել խորհրդարանական կառավարման մոդելին։ Այս համադրությունը կնպաստի, որ ձևավորվեն կուսակցությունները, համաձայն եք թե Բացարձակ ոչ, որովհետև սահմանադրությունը ցավոք սրտի մեր կյանքում լուրջ դեր չի խաղացել։ Հիմա այդ սահմանադրության փոփոխությունը ընդհանրապես անհրաժեշտ է միայն նրա համար, որպեսզի այդ փոփոխության շնորհիվ իրենք կարողանան շարունակել կառավարման, ես չեմ ուզում դրան մեջ խորանամ։ Դա է հիմնական նպատակը, թե չէ որ մտածենք որևէ կերպ այս խառը խառը համակարգը, այդ եմ ասում, խառը կիսանախագահական, չգիտեմ ինչ, որևէ կերպ խանգարում էր, որ երկիրը գնար ճիշտ զարգացման ուղիով։ Որևէ կերպ ձեզ խանգարում էր, որ կոռուպցիան իսկապես վերացնեի, կամ չգիտեմ, պետական պարտքը այսպիսի ձևով չկուտակեի եւ թալան չանեի այս երկրում։ Ով է, ինչ որ մի բանով մեղադրել կարելի է այս սահմանադրությունը։ Եկեք խոսենք նրա մասին, որ ձեզ այս սահմանադրության փոփոխությունը ընդհանրապես անհրաժեշտ է միայն մի բանի համար։ Որովհետև դուք հիմա տեսնում եք ուրիշ ելք չկա, պետք է անպայման իշխանական ձևը պայել։ Չեն կարող այս նորով, որովհետև անհրաժեշտություն կա, այսօր իրենց մոտ խնդիր կա, ով կառավարում է, նաև շարունակի կառավարել։ Վերջ։ Լավ, ես այս շատ դեծված հարցին փորձեմ անդրադառնալ։ Ուրեմն տեսեք, ի վերջո ընդդիմության, այսինքն կողմնակիցների կարծիքը գալիս հանգում է մի վերջին կետին, որը գլխավոր կետն է, այսինքն իշխանության վերարտադրության խնդիր է դնում առաջարկվող նախագիծը, ճիշտ է, դուք սա եք ասում։ Ուրեմն նախ ես պետք է ասեմ, որ իշխանության վերարտադրումը ձեր մատնանշած եւ ոչի կողմնակիցների մատնանշած շատ ավելի պրակտիկ ու հեշտ է գործող սահմանադրությամբ։ Շատ ավելի։ Մենք ներողություն, մենք օրինակ ունենք ռուսական տարբերակը, չեմ ուզում անուններ ասել, խորանալ, կենտրոնանալ, բայց դա ակնհայտ է եւ փաստ։ Այս իրավիճակում, երբ որ գործող նախագահը հայտարարել է, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում հրապարակավ եւ ընդամենը ընտրությունները դառնալու են կուսակցությունների պայքար, այս պարագայում եւս իշխանության վերարտադրության մասին խոսելը ընդամենը մեղմ ասած ավելորդություն է։ Եվ ամենակարևորը, որի մասին ուզում եմ խոսել, յուրաքանչյուր փոփոխություն, յուրաքանչյուր բարեփոխում աշխարհի մասշտաբով, երբ որ տեղի է ունենում, խոսքս հենց սահմանադրական փոփոխությունների մասին է, միշտ ընդդիմախոսները դա են մատնանշել։ Ես ուզում եմ ձեզ օրինակ բերել 60-70-ական թվականների Ֆրանսիայի օրինակը, երբ որ նրանք մի քանի անգամ սահմանադրություն փոխեցին եւ հերթական, ասես ասած, հանրապետությունն էին ստեղծում։ Ուրեմն նրանց պարլամենտներում ներողություն եմ խնդրում, նրանց պարլամենտներում մշտապես խոսվում էր վերարտադրեք։ Ուրեմն նրանց պարլամենտներում միշտ խոսվում էր գործող իշխանության վերարտադրության ուրեմն փաստի մասին։ Իրականում այդ սահմանադրությունները ստեղծեցին այսօրվա Ֆրանսիայում ներողություն եմ խնդրում, պատմական բան է, փաստ է։ Այսինքն այսօրվա սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագիծը, սիրելի բարեկամներ, դա վաղվա Հայաստանի առաջընթացի գրավականը կարող է լինել։ Ես չեմ ասում, որ միակ անկրկնելի ու բացառիկ կառավարման մոդելը դա խորհրդարանական մոդելն է, ներողություն։ Ես այդպիսի բան չեմ ասում,
Բայց նաև բոլորս հասկանում ենք, որ համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը առաջացել մեր երկրում։ Կիսանախագահական կամ խառը կառավարման մոդելը մեզ տվել է այնինչ այսօր ունենք։ Լավ է, վատ է, մեկը դրական է արտահայտվում, երկուսը։ Լավ, հիմա թույլ տվեք։ Այսօրվա մեր սա վաղվա Հայաստանի առաջընթացի Քթանիչը կարող է լինել։ Մի վարքյան, հաշվի առնելով որ աուդիտորիան երևի տեղյակ չի պատմությունից, ես տենց եմ հասկանում։ Ֆրանսիայում 47 թվականին արդեն որոշվեց, որ 5-րդ հանրապետությունն է ստեղծվում եւ այդ 5-րդ հանրապետությունը գործում է առ այսօր։ Սահմանադրություն չի փոխվել այնտեղ։ Ոչ 60-ական, ոչ 70-ական թվականներին։ Պարոն Թորոսյան, հանրապետությունը ստեղծում էր նոր սահմանադրությամբ։ Ուրեմն չէ, ես ձեզ նորից կրկնում եմ, ընդամենը ստեղծվեց 47-ին, բայց 60-ական, 70-ական թվականներին սահմանադրություն չի փոխվել։ Ուրեմն նոր հանրապետությունը ստեղծվել է 40 պատերազմից հետո։ Եկեք այդ բանը գոնե ընդունենք։ Եվ Դեգոլը եկել է իշխանության 58 թվականին։ Կարող էին վերարտադրվել, բայց չեն անում դրան։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի օրինակին, շատ լավ, կարելի էր իհարկե Հայաստանում էլ այդպիսի ձև գտնել։ Բայց չի արվում, չէ՞։ Չէ, ես չգիտեմ, կարելի էր, բայց նայած, չէ, մի րոպե։ Այնտեղ համոզված էին, որ իրենց ռեյտինգը այնքան բարձր է, պարոն Թորոսյան, որ որևէ վտանգ չէին տեսնում մեկին փոխարինելով մյուսին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ես կարծում եմ դուք էլ եք հասկանում, որ ռեյտինգի խնդիր կա եւ ձեր ադմինիստրատիվ ռեսուրսը կարող էր չբավարարել, ուղղակի որպեսզի դուք կարողանայիք ձեր երկրորդ անձին առաջ տանել եւ այս հարցում լուծել այդ խնդիրը։ Եկեք պարզ խոսենք, ես նորից կրկնում եմ, այն բոլոր խնդիրները, որոնք կուտակվել են Հայաստանում եւ Հանրապետությունում եւ ժողովրդի մոտ, որը ահռելի դժգոհություն է առաջացնում իշխանությունների վարած քաղաքականությունից եւ դա արտահայտվում է արտագաղթի տեմպերով, հիմա դա պետք է հաշվի առնել եւ դա է հիմնական պատճառը, որ այսօր մենք կանգնած ենք այսպիսի մի տարբերակի առաջ, փոխարեն մենք զբաղված լինենք հիմնականում մեր ներքին խնդիրները կարգավորելով, անցել ենք մի հարցի, որը որ էական նշանակություն չունի այսօր պետության համար։ Այսինքն, ել եմ կրկնում, ոչինչ չի խանգարել ձեր կառավարությանը եւ խորհրդարանի մեծամասնությանը իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը սոցիալական վիճակը փոխեր երկրի, նոր հնարավորություններ ստեղծեր, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնային Հայաստան եւ այլն։ Այս բոլորը սահմանադրության հետ որևէ կապ չունի։ Շատ լավ։ Սահմանադրության նոր նախագիծը այսօր քվեարկվելու պարագայում կարող է էապես շատ հարցերի լուծում տալ եւ շատ դրական առումով փոփոխություններ արձանագրել մեր երկրում, քանզի նոր նախագիծը շատ գլոբալ հարցերի է անդրադառնում, օրինակ, ընդդիմության դերակատարման։ Այսօրվա գործող սահմանադրությունը ընդդիմության համար գործելու հնարավոր դաշտի ոչ առավելագույն սահման է ապահովում։ Իսկ նոր նախագիծը եւ խորհրդարանում, հատկապես խորհրդարանում, եւ պետական պաշտոնների նշանակման մեխանիզմում էական եւ սկզբունքային դերակատարում է ունենալու։ Տեսեք, նախատեսվում է, դուք շատ լավ գիտեք, արդեն շատ լսել եք, ազգային ժողովի փոխնախագահներից մեկի առաջադրում ընդդիմության կողմից կարևորագույն սկզբունքային օրենքների քվեարկումը ուրեմն բացարձակ որակյալ մեծամասնությամբ, որտեղ անպայման կոնսենսուս պետք է լինի ընդդիմության հետ, մի շարք կարևորագույն պաշտոնյաների ուրեմն քվեարկումը բացարձակ որակյալ մեծամասնությամբ, որտեղ ընդդիմության դերակատարումը սկզբունքային նշանակություն է ունենալու, այսինքն կարևորագույն պաշտոններ, վերահսկիչ պալատի նախագահ, գլխավոր դատախազ եւ այլն, սահմանադրական դատարանի անդամ եւ այլն, այս մարդիկ հաշվետու են լինելու նաեւ օրենքի ուժով, ընդդիմությանը օրենքի ուժով, այսինքն բոլոր այն ուժերը, քաղաքական ուժերը, որոնք չեն ընդունում գործող իշխանության քաղաքականությունը քննադատում են այն, հնարավորություն են ունենալու ներքաշվել քաղաքական գործընթացի մեջ եւ ստանալ քաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորություն, իրավունք։ Սա առավելագույն այն հնարավորությունն է, որը մեզ հնարավորություն է տալու ձեր մատնանշած թերությունները վերացնելու։ Մենք ասում ենք ինչն է խանգարում, ինչն է խանգարում։ Խանգարում է այն, որ օրենքով տրված լիազորությունները շատ ավելին են, քան կարելի էր։ Եվ սահմանադրության փոփոխությունը բերում է այո դրան, երբ որ օրենքով շատ լիազորություններ, օրենքով նախատեսված, անձից գնում է ավելի կոլեկտիվ մարմնի։
Ես ուզում եմ այս առումով նշել, ներողություն եմ խնդրում, նաև հայ մարդու մտածողությունը, մենտալիտետը։ Մենք սիրում ենք հայ մարդիկս, չէ՞, այսպեսի հայտնի խոսք կա, ամեն առավոտ Հայաստանում 3 միլիոն Նապոլեոն է արտանում։ Մենք սիրում ենք ազդել քաղաքական գործընթացների, որոշումների կայացման վրա, բայց քանի որ ամբողջ ազգը չի կարող լինել падգամավոր կամ նախարար, հետևաբար ազգին հնարավորություն է տրվում քաղաքական որոշումների կայացնելու վրա ներկայացուցիչների միջոցով տվյալ դեպքում նոր բարձր մակարդակ քաղաքական որոշումները բարձր մակարդակ ապահովող խորհրդարանի միջոցով ինչի մասին է։ Շատ լավ։ Ուրեմն ընդունում եք, որ վերահսկողություն է ձեզ պետք, որպեսզի դուք կարողանաք լավ աշխատել։ Դուք բառերի մանիպուլյացիա Չէ, մանիպուլյացիա չէ, դուք ասում եք, որ ընդդիմության հնարավորությունները ընդլայնելը դա է նշանակում։ Ընդդիմության վերահսկողության մասին է Շատ լավ եք եւ դա աշխարհում է շատ լավ է, որ անում եք, վերջապես անում եք։ Լավ։ Հիմա մյուս խնդիրը հետեւյալն է։ Վերջապես ելի եմ կրկնում։ Ներողություն, եթե լավ է, խնդրում եմ արձանագրեք, լավ է։ Չէ, ես ասեցի ձեզ, փունջի մեջ, ես ես նորից օրինակը բերեմ, այդ փունջի մեջ կան եւ վարդեր եւ շուշաներ եւ փտած բաներ։ Հիմա մենք ոնց ընդունենք այդ փունջը, եթե այնտեղ կան այդպիսի մեզ ուզում են դրա հետ միասին լավ փաթեթավորված մի հատ ինչ որ մի բան հրամցնեն։ Պարզե որ չի կարելի այդպես անել։ Բարի լինեիք, բարի լինեիք։ Կոնկրետ մարտահրավերներ։ Ես կոնկրետ մարտահրավերներ։ Ես ձեզ բոլոր 101 հոգի է 151 դա մարտահրավեր չի։ Երեխայի իրավունքի պաշտպանությունը, որ ամրագրում է դա մարտահրավեր չի։ Ձեզ համար մարտահրավեր չի, մեզ համար շատ կարևոր բան է։ Ինչն է, որովհետև եթե յուվենալ արդարադատություն ընդունեցիք, մեզ համար դա ուղղակի խայտառակություն է եւ ամենավտանգավոր օրենքներից մեկն է լինելու։ Իսկ այդ օրենքի նախագիծը ձեզ մոտ է։ Ես նորից եմ կրկնում, այնտեղ կան եւ խտրականության դեմ օրենքի հետ կապված մենք չտեսանք ձեր կողմից որևէ սկզբունքայնություն, որպեսզի դուք կարողանաք իրականացնեք այն, ինչ որ անհրաժեշտ է մեր հասարակությանը։ Մենք չտեսանք այն ձեր խոստովանած փոփոխություններ իրականացնել գենդերի օրենքի մեջ, որը նույնպես շարունակվեց եւ մնաց, որովհետեւ դուք փողը, ձեր կառավարությունը փող է ստացել դրա դիմաց, այդ օրենքը ընդունելու համար։ Այսպիսի խայտառակությունից հետո ես չեմ կարող ձեզ ընդունել, որ վստահել, թե գիտեք ինչ, այսպիսի փոփոխությունները ոչ մի կերպ չի լինի։ Ես առաջարկեի հաստերով կասեք, որ փող է ստացել, դուք հայտարարություն եք անում կոռուպցիայի մասին։ Այդ արել է պարոն Հովիկ Աբրահամյանը, այնպես որ ես դա իմ խոսքերով չեմ ասում, պարոն Հովիկ Աբրահամյանը մեզ հետ երբ որ ազգային ժողովի նախագահ էր, հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարեց. Այո, կառավարությունը ստացել է ֆինանսական տրանշ այդ գենդերի մասին օրենքը ընդունելու համար։ Դա ի՞նչ է, գաղտնիք է ձեզ։ Բա դուք չարցրեցիք օրենքը չեն ընդունում։ Բա ես ասեցի, բա իհարկե ասեցի։ Ես մի քանի անգամ հրապարակավ դրա մասին ասել եմ։ Ոչ։ Եթե դուք առաջի անգամ եք լսում, ես մեղավոր չեմ։ Դուք իրականություն աղավանում եք։ Ես ձեզ ասեցի, ես հստակ ասում եմ, երբ ոնց։ Ինչ է նշանակում պատասխանատու։ Դուք եք որոշում, ես պատասխանատու եմ հայտարարությունն անում, թե ոչ։ Ես ձեզ բոլորին հրապարակավ ասում եմ, գնացեք։ Ես ստեղ եմ ձեզ հարցեր տալու համար։ Չէ, դուք ասում եք ընդհանրապես պատասխանատու հայտարարություն եք անում, բայց ես չեմ հասկանում, որ ես պատասխանատու հայտարարություն անում։ Պատասխանատու եմ։ Ես բոլորիդ հայտարարում եմ, որ Հովիկ Աբրահամյանի ազգային ժողովի նախագահի պաշտոնում եղած ժամանակ չէր կարող պարզապես վկաները այնտեղ կանգնած են, պատվիրակությունը այնտեղ է։ Ներողություն, որ մենք փող ենք ստացել կառավարությունը, որովհետեւ կենդերի մասին օրենք ընդունել։ Հարցրեք Սարգսյան Տիգրանին։ Ուրեմն ես ասում եմ, եթե այսօր է բացահայտվում դա, իսկ ես դա ասել եմ 1 տարի առաջ, այն ժամանակ ասեիք, էսի չես ասում։ Ուրեմն ես առաջարկում եմ այս խնդիրներին մոտենալ հակառակ տեսանկյունից, բարեկամներ։ Ուրեմն կա համաշխարհայինորեն ընդունված այսօր ըմբռնումներ։ Գոյություն ունի միջազգային հանրության հանրության դոգմաներ եւ ձևավորված տեսակետներ։ Ուրեմն այդ կապված այդ կարծիքը չասեցիք, էլի։ Ներողություն, այլելա մի քանի։ Բայց դուք կոնկրետ բան ասիք, որ կուսակցությունները կձևավորվեն, պարոն Սարգսյանը չհանդիպեցավ։ Պարոն Սարգսյանի ասածի վրա եմ ուզում ես կենտրոնանալ, այդ գենդեր եւ այլն երեխաների իրավունքներ։ Ուրեմն հիշեք, հակառակ տեսանկյունից պետք է մոտենալ միջազգային հանրության աղրելի ճնշում կա ընդունված չափանիշներին նորմերին հարմարվելու։ Մենք պետք է դրական առումով գովաբանենք համանդրական այս նախագիծը, որը այդ
իրականության մեջ հայկական ինքնությունը հստակ պահպանող նորմերով նախագիծ բոլոր կետերով, այո, ներկայացրեցի ասում բոլոր կետերով եւ այնտեղ չի մատնանշված ձեր ասած մարտահրավերները, ես դες ասում եմ մարտահրավերներ նույն գենդեր ճնշումը ես բառից կատարյալ իմաստով մի ընդունել, դա հանրային միջազգային մտածողության եվրոպական կառույցների կողմից ընդունված է, այո, մենք այսօր հարաբերվում ենք Եվրոպայի հետ, շփվում ենք Եվրոպայի հետ եւ մենք կարողանում ենք այդ շփումներում, այդ հարաբերություններում վերցնել այն արժանինքները, այն դրականը, որ մեզ հարիր է եւ պահել մեր ազգային ինքնությունը, որ մեզ շատ հանգիստ, այնպես ինչպես այսօրվա մեր նախագիծն է։ Ուրեմն երբ որ ձեզ առաջարկվեց, որ այդ բառակապակցությունը հանել եւ թողնել կանանց եւ տղամարդկանց, ուրեմն հավասար ստեղծել եւ կանանց համապատասխան արտոնություններ տալը, այլ ոչ թե գրել գենդերային հարաբերություններ։ Դուք արեցիք դա։ Չարեցիք։ Սահմանադրական նորմը շատ հստակ է ձևակերպված։ Ես կառաջարկեմ։ Ես խոսում եմ ձեզ օրենքի մասին, դուք ասում եք սահմանադրական։ Ես ասում եմ նոր սահմանադրության նախագծի մասին, նորմը շատ հստակ է ձևակերպված եւ ես շատ մի կարեւոր բան ասեմ։ Ուրեմն այն ինչի մասին դուք խոսում եք, որ դա ընդհանրապես չեղած բանի շահարկում է, չեղած բանի, այո, որովհետև մեր հայ իրականությունը ոչ ընդունել է, ոչ այսօր կընդունի, ոչ էլ վաղը։ Ձեզ է թվում, պարոն Տորոսյան, ցավոք սրտի դուք տեսնում եք իրողությունը ինչպիսին։ Իրողությունը գիտեք ոնց է, որտեղից եք պատկերացնում, որ այդ կոմայգում կարող է պատահել ուրեմն եթե կոմայգում այդ մարդիկ հավաքվել են, նշանակում է դա էլ իրողություն է։ Դե որ իրողություն է, ուրեմն հնարավոր է, չէ՞։ Եթե խրախուս եք, ավելի շատ կլինեն։ Հենց դրա մասին է խոսքը, որ սահմանադրության նոր նախագիծը ոչ միայն չի խրախուսում, այլ անուղղակիորեն դրա դեմ պայքարում է։ Անուղղակի պիտի չլինի, ուղղակի պիտի լինի, լավ, ինչ է կարծում։ Հետ կապված ձեր տեսակետը չասեցիք։ Որ չեղած բանի շահարկում։ Դե լավ, ուրեմն չեղած բանը դա մոտավորապես դուք եք տեսնում ամեն օր ձեր աչքի առաջ։ Որ ասում են բանի սուլիտակ հորդ փնտրել, սա է իրականություն։ Հստակ ձևակերպում է նոր փոփոխված նախագիծը, որ կինը եւ տղամարդը միմյանց հետ ամուսնանալու իրավունք ունեն։ Որտեղ եք դուք տեսնում վտանգը։ Բայց ես դրա մասին ասեցի, ես ասում եմ յուվենալ արդարադատության համար հիմք է ստեղծվում։ Ուշադիր լսում եք ինձ։ Ուշադիր լսում եմ եւ Բայց ես ասում եմ ձեզ յուվենալ արդարադատության։ Չէ, մի րոպե, բայց ես հարց եմ տալիս, ուշադիր որ լսեիք, կիմանայիք, որ ես ասում եմ յուվենալ արդարադատության մասին, խոսում եմ դրա մասին եւ խոսում եմ գենդերի մասին։ Դուք բացասական եք համարում երեխաների իրավունքների պաշտպանության Ոչ, ես բացասական չեմ համարում։ Հարգելիս, մի հատ մի րոպե լսեք։ Եվ հետո այո։ Ուրեմն, եթե դուք կարող եք ինձ բացատրել եւ սկզբունքային այս համանդրական նախագծում։ Կարևորագույնը եւ սկզբունքային այս համանդրական նախագծում դրանք չեն, որովհետեւ դրանք, այսպես ասած, համանդրականության նորմեր են, որոնք ընդունված են եւ աշխարհում եւ Վենետիկի հանրաժողովում եւ ամենուրեք։ Պարոն Տորոսյան, ուրեմն նորից եմ կրկնում, ամեն ինչ ունի իր արժեքը, իր նշանակությունը։ Պետք է շատ հստակ լինի, եթե այստեղ տեսնում ենք վտանգ, ուրեմն դա իրոք պետք է այդ վտանգը հանի։ Ինչ վերաբերում է կուսակցությունների կայացման եւ ընդհանրապես ամեն ինչին լավին կնպաստեր այն դեպքում, եթե իրական վիճակը փոխվեր, այսինքն եթե մենք հիմա գնային գաղափարական երևույթին մի հատ պատասխանեմ հարց կտակ գաղափարական պայքարի մեջ լինեինք մենք այս 25 տարվա մեջ, այսինքն մենք իսկապես գաղափարախոսությունները առաջ բերեինք եւ ծրագրային այնպիսի դուք եք խանգարում, դուք գաղափարական պայքարին խանգարում եք։ Չէ, բայց դուք գաղափարական պայքար եք մղել մեզ հետ։ Երբևիցե դուք մեզ հետ գաղափարական ծրագրերի հետ կապված խնդիր եք ունեցել։ Դուք ընդհանրապես արել եք այն, ինչ որ արել եք մինչև այսօր։ Որևէ մի ընտրություն եղել է արդար ընտրություն, հա, Հայաստանում։ Գաղափարական պայքարի մասին։ Ես ձեզ կարող եմ օրինակը բերեմ, նույնը, այո, գաղափարական դեպքում ուրեմն Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը 99 թվականի ընտրություններին ժամը 2-ի դրությամբ պաշտոնական տվյալներով ուներ 6%, ժամը 8-ին, երբ որ փակեցին եւ 6 ժամ պահեցին, մենք ունեցանք 1%։ Այդ ոնց կարող էր այդ դինամիկան լինել ձեր կարծիքով։ Ուրեմն կամ տասնյակ ուրիշ հարցադրումներ անել։ Կուսակցությունների հետ կապված։ Տեսեք, մենք ասում ենք թե չէ փողի դերը չի եղել, թե չէ ձեր ադմինիստրատիվ ռեսուրսը չի աշխատել։ Ոչինչ միշտ անընդհատ ասում են հետեւյալը, որ
պետք է քաղաքական կարգ լինի այս կամ այն բանն անելու, այս դուք կարող եք անել սա առանց համանդրական փոփոխությունների եւ այլն։ Իսկ իրականությունը հետեւյալն է, դա ամբողջ աշխարհի համանդրական զարգացումների փորձն է ցույց տալիս։ Պետք է բարեփոխել սահմանադրությունը, որը հնարավորություն կտա այդ ձեր մատնանշած զարգացումներն ապահովելու։ Այո, երբ որ պարլամենտական կուսակցությունների դերը մեծանում է, երբ որ խորհրդարանական հանրապետություն է կառավարման մոդելով խորհրդարանական հանրապետություն է դառնում Հայաստանը, ապա ինստինկտիվան քաղաքական կուսակցությունների կշիռն է մեծանում։ Ինստինկտիվան դա մեզնից անկախ օբյեկտիվ պայմաններում է դա տեղի ունենում։ Եվ երբ որ քաղաքական կուսակցությունների կշիռը մեծանում է, բնականաբար քաղաքական կուսակցությունների դերակատարումը, նրանց շարժիչ ուժը, խթանը, քաղաքացիներին քաղաքական կուսակցություններ մտնելու ձգտումը, քաղաքական գաղափարներ զարգացնելու, կուսակցություններ ստեղծելու ձգտումը բազմապատկվում է։ Ինչի մասին է։ Իսկ հիմա այդ ամեն ինչին խանգարում է մեր այսօրվա կիսախառը, կիսանախագահական ուրեմն համաշխարհային համաշխարհայինը թողեք եւ ընդհանրապես եւ Հայաստան վերցնենք, ուրեմն եթե կառավարման մոդելը կիսանախագահական է, նշանակում է այստեղ մեծ դերակատարում ունի նախագահը։ Լավ։ Ոչ հիմա ոչ մի քանի ճակատ կա ձևավորված։ Դուք այսօր ներկայացնեք, որ սահմանադրության առարկեն անհրաժեշտ չի իշխանության վերակառուցում։ Չէ, ես ընդամենը ասեցի ձեր կուսակցության դիրքորոշումը ո՞րն է լինելու, ակտիվ քարոզություն ոչի, թե տեսած։ Մենք հստակ քարոզելու ենք, որպեսզի այս սահմանադրության նախագծին քվեարկեն դեմ։ Ասեցի ինչու, որովհետև սա ընդամենը մեր գաղափարական հենքի վրա է ձևավորված մեր դիրքորոշումը։ Որևէ այլ մոտեցում չկա, եթե լիներ, մենք հիմա միացած կլինեինք այս կամ այն ճակատին։ Մենք գնալու ենք մեր ուրույն ճանապարհով։ Մենք ներկայացնելու ենք այս սահմանադրության բոլոր այն կետերը, որոնք թույլ չեն տալիս մեզ ասելու այո այս սահմանադրական բարեփոխումներին։ Ընդամենը այսպիսին է մեր դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է մյուսների դիրքորոշումներին, որը ասում է, որ որովհետև դա այսպիսի պատճառ ունի կամ այլ պատճառ ունի, չգիտեմ, դրանց դա իրենց խնդիրն է։ Դա իրենց չի տարբերվում ձեր դիրքորոշումները, որ հնչեցրեցիք այստեղ ոչ։ Էականորեն տարբերվում է այն բանը, որ մենք երբևիցե չենք խառնվում այլ բանին, թե եկեք բոյկոտ անենք, թե եկեք այսպիսի, չգիտեմ ինչ։ Մենք ասում ենք, սահմանադրության մեջ կան այսպիսի կետեր, որոնք մեզ համար ընդունելի չեն։ Իրականում ոչ մեկ հիմա ոչ դեպքում չի բոյկոտում, նույն ասում են, որ պետք է չկան այդպիսիները, որոնք ասում են հանրակրվեն եկեք բոյկոտենք, ուղղակի կան։ Ամեն դեպքում հաշվի առնելով իշխանության եւ նաեւ ընդդիմության կողմից ռեսուրսները օգտագործվող ի վերջո հանրապետի արդյունքը ինչպեսին է տեսնում։ Շատ դժվար եմ, անկեղծ ասած շատ դժվար եմ տեսնում, բայց ես կարող եմ ասեմ, որ չկա հասարակական մեծ հետաքրքրություն այս բարեփոխումների նկատմամբ մեր պատկերացմամբ։ Դուք ստեղծեք այդ հետաքրքրությունը։ Մի րոպե։ Դուք ստեղծեք, մեզ պետք չի։ Մենք ամեն ինչ անում ենք։ Մենք առաջարկել ենք նախագծը։ Այս բոլոր երկրներում չեք համեմատում մեզ անընդհատ ուրիշ երկրների հետ։ Մենք մեր խնդիրներն ունենք լուծելու։ Այն մյուս երկրներում իրանք իրենց խնդիրներն ունեն։ Ինչ վերաբերում է, ուրեմն, եթե լինի 30-ից 35% մասնակցության թիվը, ապա ես խիստ կասկածում եմ, որ այնտեղ լինի, ասենք, լավագույն դեպքում 55-45 հարաբերակցությունը, իսկ դա նշանակում է, որ հանրակրվեն իմաստ չունեցավ, որովհետև դա ընտրություններ չեն, որ ասենք 5%-ի առավելությամբ կամ 1%-ի առավելությամբ դու հաղթես։ Սա սահմանադրություն է, որը պետք է ընդունվի հասարակության մեծամասնության կողմից։ Եթե դա չլինի, այսինքն եթե մասնակցությունը չլինի 70%-ից ավելին եւ այդ մասնակիցների առավելագույնս չքվեարկի այդ սահմանադրությանը, մենք կունենանք շատ անորոշ մի իրավիճակ, որը ես կարծում եմ, որ շատ վտանգավոր է մեր երկրի համար։